Այսօր դերասանուհի Մարինկա Խաչատրյանի մայրիկի ծննդյան տարեդարձն է։ Այդ առիթով դերասանուհին Instagram-յան հարթակում հրապարակել է ֆոտոշարք ու գրել հետևյալը. «Ամեն օր շնորհակալ եմ քեզնից, քո սիրո, քո համբերության, քո լուռ պայքարների ու երբեք չհնչեցրած հերոսության համար։ Այսօր քո օրն է, բայց ամեն օր դու ես իմ օրվա լույսը։ Քեզ այսօր նայում եմ ուրիշ մի սիրով, ուրիշ մի հայացքով։ Այսօր քեզ ուղղված յուրաքանչյուր միտք լցված է սիրով, բայց ամենագեղեցիկ բանը դեռ առջևում է։ Երբեմն ամենակարևոր պահերը ոչ թե բարձրաձայնվում են, այլ զգացվում։ Ծնունդդ շնորհավոր, մամ»։ Instagram-յան հարթակում հրապարակելով մայրիկի հետ լուսանկարներ գրել էր դերասանուհին։ Արդեն րոպեներ առաջ Մարինկան հրապարակել է նաև այն հուզիչ անակնկալը, որն արել էր իր մայրիկի համար։ Դերասանուհին մայրիկից գաղտնի խնջույք էր կազմակերպել նրա համար, ինչից էլ դերասանուհու մայրիկը հուզվել էր։ Մարինկան հոլովակ էր հրապարակել ու գրել. «Երբ թվում է, թե հերթական երեկոն է։ Իրականում այն լի է ջերմությամբ ու անակնկալներով։ Մայրիկիս համար սիրով կազմակերպել եմ մի փոքրիկ հանդիպում իր սիրելի մարդկանց հետ։ Հիմա ժամանակն է բացահայտելու այդ գեղեցիկ պահը։ Մամ ջան, դու ոչինչ չես կասկածել, բայց մենք բոլորս գիտեինք, որ այսօրն ուրիշ է լինելու։ Օրը համարում ենք սկսված, և ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել հյուրերիս հատ առ հատ, որ ժամանակ գտաք ներկա լինելու և մեր ուրախությունը կիսելու համար։ Ձեր ներկայությունն այս օրը դարձրեց լիարժեք ու հիշարժան»։ Հրապարակմանը կից գրել էր Մարինկա Խաչատրյանը։ Իսկ մենք շնորհավորում ենք Մարինկայի մայրիկի ծննդյան տարեդարձն ու ձեզ ներկայացնում հոլովակը առանց մեկնաբանության։ Չնայած այն բանին, որ Մարինկա Խաչատրյանը շատ է քննարկվում ու անընդհատ ուշադրության կենտրոնում է, դերասանուհին վերջին տարիներին խուսափում է հարցազրույցների մասնակցելուց։ Մարինկայի վերջին հարցազրույցը եղել է դեռ տարիներ առաջ, կարիերայի սկզբնական շրջանում, որի ընթացքում դերասանուհին պատմել է ճանաչված լինելու և կարիերայի սկզբնական փուլի մասին։ Նա նշել էր հետևյալը. «Ես չեմ խուսափի այն փաստից, որ ճանաչված եմ։ Դա շատ հաճելի փաստ է ինձ համար։ Իհարկե, դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու։ Չեմ կարող ինձ համարել լիարժեք կայացած դերասանուհի։ Չգիտեմ, որ տարիքում կարող եմ հստակ ասել, որ կայացած եմ։ Փառք Աստծո, փորձում եմ օգտագործել այն, ինչ քաղում եմ։ Դա ինձ օգնում է առաջ գնալ։ Իմ առօրյան շատ տարբեր է շոու-բիզնեսյան կյանքից և մտածելակերպից, սակայն ոլորտում փորձ եմ ձեռք բերել։ Երբ ես մտա ասպարեզ, 16 տարեկան երեխայի։ Հիմա արդեն մեծ եմ։ Այդ տարիներն ինձ շատ բան են տվել, շատ ամուր եմ դարձել, իմ տարիքից հասուն եմ դատում։ Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ ինքս էլ չնկատեցի, բայց իմ մեջ փոփոխություն կա, դեպի լավը։ Իմ մանկությունը չեմ կորցրել։ Իհարկե, փորձից ելնելով գիտեմ, տվյալ պահին տվյալ վայրում ինչպես պահեմ ինձ, բայց ես նույն մաշոկն եմ, երևի ինձանից է, բոլորն ինձ այդպես են ընկալում։ Ոչ թե Մարինկա Խաչատրյան։ Ես ազատ, ակտիվ, ուրախ, ժպիտով մարդ եմ, բայց ոչինչ չի կարող փոխել ինձ ու դառնամ լկտի։ Ես մտել եմ այս ամենի մեջ, բայց երբեք չեմ փոխել ու չեմ փոխի իմ տեսակն ու բնավորությունը, և շատ ուրախ եմ դրա համար», նշել էր Մարինկա Խաչատրյանը։ Նույն հարցազրույցի ժամանակ Մարինկան անդրադարձել էր նաև դեռ տարիներ առաջ եղած խոսակցություններին, որ նա ազատամիտ է։ «Ես չեմ լսել նման խոսակցություններ։ Ընկերներիս մեծ մասը ինձանից տարիքով մեծ է։
Դա պայմանավորված է աշխատանքային միջավայրով։ Ես շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ։ Իմ տարիքի ընկերներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում մեծերի կողքին, քանի որ նրանցից նոր բաներ եմ սովորում։ Ես շատ ընկերասեր եմ, սիրվող, փառք Աստծո։ Կողքից ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միայն գործընկերներ չեն։ Անկեղծացել էր Մարինկա Խաչատրյանն ու նաև խոսել այն մասին, որ սկզբնական շրջանում իր եղբայրը դեմ է եղել իր դերասանի մասնագիտությանը։ Եղբայրը սկզբում չէր հարմարվում մասնագիտությանս հետ, հիմա տեսնում է, որ մեծ հաճույքով եմ գնում աշխատանքի, փոխվել է։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ կողքիս է ու ինձ ուժ է տալիս, որպեսզի առաջ քայլեմ։ Բոլորն արդեն համակերպվել են, որ շատ եմ սիրում աշխատանքս, միայն եղբայրս էր դեմ, մտածում էր, ես խորամանկ չեմ, կարող է սխալվեմ։ Փառք Աստծո, նման բան չեղավ ու ես ամուր քայլում եմ առաջ։ Փառք Աստծո, ես շնորհակալ եմ ընտանիքիս ինձ հասկանալու համար։ Դերասանուհին նաև խոսել էր բաց տեսարաններում չնկարահանվելու եւ այդ շրջանում գլխավոր դերից հրաժարվելու մասին, քանի որ պետք է նկարահանվեր համբույրի տեսարանում։ Մարինկան ասել էր հետեւյալը. Ինձ շատերն են ասել, տարիքիցդ է կամ պրոֆեսիոնալ չլինելուց, բայց դա ընդհանրապես կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ, դա մարդու տեսակ է։ Ես հրաժարվեցի այդ կերպարից, որովհետև եթե խաղայի, լինելու էր արհեստական։ Ինձ տհաճ էր լինելու եւ չուզելով էի անելու։ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ անում է դա։ Կարծում եմ, եթե անում են, ուրեմն ուզում են։ Ես հեռուստադիտողի կարծիքն եմ կարևորում։ Հայաստանում դա չի ընդունվում որպես արվեստ։ Մարդիկ դրան վատ են վերաբերվում, թեև եթե այլ երկրում էլ լինեի, չէի նկարահանվի։ Դա իմ սկզբունքն է եւ երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում, անկեղծացել էր Մարինկա Խաչատրյանը։ Մարինկան նաև հավելել էր հետեւյալը. Բոլոր հայտնի մարդիկ էլ ուզում են, որ հասարակությանը դուր գան իրենց քայլերը։ Չեմ կարող ասել, թե ինձ համար մեկ է հասարակության կարծիքը։ Ես ինչ-որ բան անելուց առաջ հաշվի եմ առնում մարդկանց կարծիքը։ Հակառակը կնշանակի, որ արհամարհում եմ իմ հետևորդներին եւ հեռուստադիտողին։ Ինձ համար կարևոր է, որ ինձ ոչ միայն ճանաչեն, այլ նաև սիրեն։ Եվ այս դեպքում համընկել են իմ տեսակը հասարակական կարծիքի հետ։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Մարինկա Խաչատրյանը։ Գաղտնիք չենք ասի, եթե խոսենք այն մասին, որ Մարինկա Խաչատրյանի անձնական կյանքը այս տարիների ընթացքում անընդմեջ ու պարբերաբար քննարկումների ուշադրության կենտրոնում է։ Դերասանուհին վերջերս նկարահանվում էր Սերը թակարդում հեռուստասերիալում, որից էլ սկսվեց նոր սիրավեպի մասին քննարկումները։ Նրա անունը կապում էին դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ, սակայն միայն վերջերս Դավիթը հայտնեց, որ սիրելի ունի, եւ այս խոսակցությունները բացարձակապես հերքվեցին։